հայկական հանրային հեռուստաընկերության ուրեմն լրատվական խումբը այցելել էր Կիև, Լվով, Կիև, այսինքն Ուկրաինա, այսպես ասենք։ Եվ ռեպորտաժ էր պատրաստել այնտեղից։ Զուգահեռաբար, չգիտեմ որ ուրախությունից, չգիտեմ ինչպես, բայց ուրեմն Ուկրաինայում էր հայտնվել Պոդոլակի մոտ ուրեմն Civilnet-ի լրագրողը հայտնի ուրեմն Արշալուս Մղդեսյանը, որը այդպես շատ սիրում է այդպես Մարկեդոնովների բանի, այդպես ռուսական այսպես պրոպագանդիստների հետ ինտերվյուներ անել, ասենք, որքան հասկանում եմ իրանց այդ այսպես ասում ինտերվյուներից եւ նաեւ մենք իմ մոտ տպավորությունը վերջնականապես ձևավորվեց, երբ որ ինքը Պոդոլակի հետ հարցազրույցվեց։ Հայտնվել էր անմիջապես Պոդոլակի դեմը, դա աննախադեպ բան էր հայկական լրագրողի համար։ Դու Ուկրաինայում նստում ես Պոդոլակի դիմաց։ Ես չգիտեմ ինչպես է հայտնվել, ենթադրում եմ, որ դա ինչ որ ծրագիր է, որը այսպես եվրոպական ինչ որ ծրագիր է, որը իրականացվել է, որովհետև այսպես դե եվրոպացիներն են ոնց որ թե շատ չեն խորանում, այսպես ասած, հա։ Չգիտեմ ոնց է պատահել, որ այդ մարտն է հայտնվել, դա եվրոպացին, եթե դա եվրոպական ծրագիր է, ես կասկածում եմ, որ դա ինչ որ ծրագիր է։ Ուրեմն դա ընդհանրապես ասենք իմ համար абսուրդ էր, բայց դա իմ համար էր абսուրդ, չգիտեմ մյուսների համար ոնց։ Մի խոսքով հիմա կհասկանանք իրականում ինչա կատարվել։ Ես ուզում եմ նա սկսել հմեկի ռեպորտաժից, ուրեմն ես օբյեկտիվ մարդ եմ եւ պետք է ասեմ, որ այդ լրագրող աղջիկը, ովքեր ռեպորտաժը վարում էր, ինձ զարմացրեց մի բանով, լեզուների տիրապետությամբ, համ ռուսերեն գիտեր, համ անգլերեն գիտեր, իրա խոսելը ոչ ընդհանրում ամեն ինչը ես որպես այսպես Հայաստանի լրագրությունից շատ մեծ հույսեր չունեցող մարդ, ինձ համար այդ աղջիկը անակնկալ էր ինչ առումով, որովհետեւ բավականին այսպես զարգացած էր, կիրթ էր եւ ուրեմն հաճելիորեն ինձ զարմացրեց։ Ես ուրախ եմ, որ հայկական լրատվական դաշտում կան արդեն լեզուներին տիրապետող մարդիկ, որոնք կարող են նստել ռուսերեն, անգլերեն ազատ հարցազրույցներ վարել։ Իհարկե անգլերենը կարդում էր, բայց ինչ որ արանքից լսեցի, հասկացա, որ տիրապետում է եւ հուսով եմ, որ ճիշտ եմ հասկացել։ Բայց կա մի հատ բայց։ Տեսեք, իրենք սա հենց այդ հայկական քաղաքական եւ լրատվական դաշտի փուչիկի մասին է։ Իրենք չեն հասկանում, էլի որ իրենք ապրում են փուչիկի մեջ, որովհետև իրենք ակամայից հայտնվել են ռուսական պրոպագանդիստական դաշտի տիրույթում, եւ դա երևում է իրենց հարցերի, անգամ եթե իրենք անաչառ են, անգամ եթե իրենք իրենց համարում են այսպես Ուկրաինայի կողմնակից գուցե հոգու խորքում, գուցե խնդիրը ճիշտ են հասկանում։ Միևնույն է, այդ փուչիկը իրանց խեղդում է եւ այդ փուչիկը այսպես ասում է, եթե ինչ որ միտեղ էլ ծակ ատվել, ինչ որ մի բան մտել է, ասում ենք խելացի միտք կամ խելացի ինֆորմացիա կամ մի բան հասկացել են, միևնույնն է այդ փուչիկը շարունակում է մնալ։ Եվ ինչու՞ է դա արտահայտվում, տեսեք։ Ընդհանուր նորմալ ռեպորտաժեր այսպես եւ այլն, այս կողմեն կողմ տարբեր տեղեր լվով գնաց եւ այլն շատ լավ էր, բայց եկավ մի պահ, որ պետքա ուկրաինացի էքսպերտի հետ հարցազրույց անել եւ ահա հարցը այդ ուրեմն չգիտեմ Խերսոնի, Զապորոժիայի եւ Դոնեցկի շրջաններում Ռուսաստանը 70% տարածք է գրավել, ուրեմն Ռուսաստանի պահանջներից է խոսում, չգիտեմ Ռուսաստանը այսպիսի պահանջ է դնում եւ այլ եւ այսպես շարունակ։ Ուրեմն եւ բացի դրանից շատ են խոսում այսպես եվրոպական աջակցություն։ Ինչ կլինի, եթե Եվրոպան չաջակցի Ուկրաինային։ Ուրեմն շատ հետաքրքիր սիտուացիա է ստեղծվում, որ պետք է նորից բացատրեմ։ Հարգելի լրագրողներ, ուրեմն կամ ընդհանրապես մարդիկ, ովքեր քաղաքականությամբ հետաքրքրում են քաղաքականության մեջ են։ Ուրեմն այդ ձեր ասած, ես չգիտեմ այդ ընդհանուր ոնց եք վերցրել այդ սաղ 3 մարզերը, այդպես 70% միջինացրել եւ այլն, դա չեմ ուզում դրա մեջ խորանամ։ Փաստը այնա, որ ուրեմն մինչև հիմա իրանք Դոնեցկ Դոնբասը չեն կարողանում գրավել, Դոնեցկի մարզն էլ չեն գրավել, Լուգանսկի մարզն էլ դեռ միջև վերջ չեն գրավել, հա։ Սա այսպես։ Երկրորդը դուք գնում եք Ուկրաինա այն ժամանակ, երբ որ դուք գիտեք, որ առաջին անգամ վերջին 3 տարիների ընթացքում, 2 թե 3 տարիների ընթացքում Ուկրաինան միջազգային բոլոր էքսպերտների ռազմական հեղինակավոր ավելի շատ տարածք է գրավել, քան կորցրել։ Այսինքն դա պատմական բան է, դուք գնում եք այն պահին, երբ որ բոլորը խոսում են ռազմաճակատում հնարավոր, տեսեք, ես էլ եմ զգուշ, բայց հնարավոր բեկումնային փոփոխությունների մասին։ Այդքան ես եւ Մարատը Հակոբյան հատկապես ներկայացնում են այդ փոփոխությունները ինչպես կարող է տեղի ունենալ, հա։ Դուք գնում եք այնտեղ խոսում եք ինչ որ ռուսական պահանջներից, հա, ինչ որ 70% գրավումների մասին, բայց ամենակարևորը դուք մի բան չեք հասկանում։ Երբ որ խոսում ենք 70% գրավելու մասին, դուք անգամ չեք ուշադրություն չեք դարձնում կամ չեք հետևում լրահոսին, որ Ուկրաինան այլևս սահմանափակում է կամ այսպես ասած բավականին լուրջ վերահսկողություն ունի Ղրիմի կամուրջի վրա։
որ ռուսները անգամ իրենց տարածքով չեն կարող այլևս ազատ տեղաշարժվել, որ այդ Ղրիմի կամուրջի հարցն էլ է ժամանակավոր, ասենք ես անգամ կասկած ունեմ, որ եթե ուրեմն կամ առաջիկայում կարող է ուրեմն Ղրիմի կամուրջի հարցն է լուծվել, ուրեմն եթե այդպիսի ուրեմն ռազմական նպատակահարմարություն գտնել։ Այնտեղ բավականին լուրջ սահմանափակումներ կա, չեմ ուզում խորհարեմ տամեջի մասին մարդ ավելի լավ պատմված է ուկրաինական ռազմաճակատի մասին։ Իդեպ իմ Telegram-ի էջում էլ են դրվում կադրեր, կարող եք նայել, վերջերս ակտիվացրել ենք ռազմաճակատից կադրեր ենք շատ դնում Ուկրաինայի, որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի ինչա կատարվում։ Հիմա երբ որ ասում եք 70%, ասենք դուք պետք է հասկանաք, որ այդ 70%-ը շատ պայմանական է։ Դա այնպես չի, որ 70%-ի վրա հատկապես այնտեղ կա մի հատ մեծ գորշ գոտի եւ կա kill zone, այսինքն kill zone-ը այդ ասենք սպանության գոտի, այսպես ասենք, հա, կամ մահացու գոտի ասենք, հա։ Ուրեմն այնտեղ դիրքերը այնքան խառն են, որ կարող է պատահի այդտեղ նստած լինի ռուս զինվորի թիկունքում, ասենք 5 կիլոմետրի վրա ուկրաինացի զինվոր։ Խաչված, այսպես պատկերացրեք, զիգզագ, ոնց ուզում եք պատկերացնեք։ Դա այդպես չի, որ այդ 70%-ի վրա այդպես ռուսները նստած են, իրանք տիրապետում են ամբողջությամբ այդ տարածքին։ Ժամանակակից պատերազմը ուսումնասիրեք։ Որտեղ որ անօթաչուները հասնում են, այնտեղ հատկապես ասենք բոլոր տեսակի անօթաչուները, հատկապես փոքր հեռահարության անօթաչուները, այդտեղ հնարավոր չի ուղղակի հանգիստ կանգնել դուրսը ծխել կոպիտ ասած, դա կլինի ձեր վերջին սիգարետը կոպիտ ասած։ Դա շատ պայմանական է այսօրվա տոկոսները ռազմաճակատի։ Ընդհանրապես դա լրիվ ուրիշ պատմություն է, ինչա որ կատարվում է Ուկրաինայում, այդ պատերազմը բոլորովին այլ պատմություն է։ Եվ շատ հարաբերական են, եւ այդ տարածքները, եւ այդ տոկոսները շատ հարաբերական են։ Եվ դուք պետք է մի բան պարզ հասկանաք, որ հիմա տոկոսներով չափելը դա ուրեմն ճակատագրական սխալ է, որտեղ նորից եմ ասում, եթե անգամ տոկոսներով եք վերցնում, արդեն վերջին տվյալներով Ուկրաինան ավելի շատ տարածքագրավ է, քան կորցրել է։ Բայց Ուկրաինան ավելի շատ զինվոր է ոչնչացնում ռուսական վերջին 3 ամսում, քան իրենք կարողանում են հավաքագրել։ Ռուսաստանի տնտեսությունը խայտարակ վիճակում է։ Այնտեղ դուք տեսնում եք արդեն ինչ բանի զեթնիկների ոռնոց է գալի ինտերնետի հետ կապած, Starlink-երի արգելափակումից հետո իրանց վիճակը ռազմաճակատում վատացել է։ Middle strike-ն ու այսինքն միջին եւ հեռահար անօթաչուների հարվածները եւ ուրեմն Ուկրաինայի զինված ուժերի հայտարարությունները, որ այդ եւ պատվերները հուշում են այն մասին, որ եւ Մոսկվան, եւ Ռուսաստանի խորքերը այսօր շատ ավելի վտանգված են։ Ուրեմն բոլոր հնարավոր ուրեմն հասանելի նավթավերամշակման գործարանները վնասված են։ Բոլոր հնարավոր, նորից եմ կրկնում, այս պատերազմի էությունը հասկացեք, գնում եք Ուկրաինա, գոնե ուսումնասիրեք պատերազմի էությունը, հասկացեք ինչ է կատարվում այնտեղ։ Ձեզ ուրեմն հետաքրքրական է, որ բացատրում են ախր եւ այդ աղջկան եւ բան, այնպեսի տարական բաներ են ասում են, եթե եվրոպացիները հրաժարվեն, ուկրաինացիները բացատրում ասում են, աղջիկ ջան, բալիկ ջան, եվրոպացիները ոնց կարան հրաժարվել, մենք Եվրոպա ենք, հատկապես այսօրվա աշխարհում դուք չեք տեսնում ինչա կատարվում, Եվրոպայի ամենաուժեղ բանակը մենք ենք, մենք Եվրոպայի հույսն ու հավատն ենք, կոպիտ ասած, վաղվա, ինչ եք խոսում, անգամ եթե օրբաններ կան, եթե բան կան, դա հնարավոր չի, որ Եվրոպան մեզանից հրաժարվի, դուք ինչ եք այստեղ ռուսական նարատիվ տարածում, որ Եվրոպան մեզանից կարող է հրաժարվել, այդպիսի բան լինել չի կարող, որտեղ Եվրոպան շատ լավ հասկանում է ինչ է իրենց սպասում դրանից հետո։ Հետևաբար գնալ այդպիսի հարցեր կա, իսկ ինչ կլինի, եթե Եվրոպան լավ լուրջ եք ասում դուք, լավ դուք լուրջ եք ասում, աղջիկ ջան, պոտենցիալով աղջիկ ես նկատեցի, գնահատեցի, բայց մի քիչ ուսումնասիրեք այդ տոկոսներ, մոտոսներ, ռազմա այսքան տալիս ենք, լավ եթերներ լսեք, մեր եթերները լսեք, մի քիչ դուք անգլերեն գիտեք, մտեք տեսեք ինչ են տալի պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը, Բլումբերգները, էկոնոմիստները մնացած, մի հատ հավաքեք այդ ինֆորմացիան, նոր գնացեք այդպիսի բաներ խոսացեք այնտեղ Ուկրաինայում։ Բայց ամեն դեպքում լինելով օբյեկտիվ մարդ, գովում եմ, ասում եմ ապրեք, որ գնացել եք Ուկրաինա, ապրեք, որ շփվել եք այդտեղի մարդկանց հետ, ապրեք, որ տեսակ, որ այն որ ասում են այն ռուսամոլիկներ կը չէ Ուկրաինան ոչնչացված է բան չի մնացել այնքան բան չի մնացել որ հանգիստ հանրայինի խումբը կարող է գնում է Կիև Լվով հանգիստ կանգնում հարցազրույցներ ավերցնում ստենդափներ անում հանգիստ բայց շատ լավ է երկու բան որ դուք տեսաք որ ոչ մի բան է ոչնչացված չէ որ դուք տեսաք թե ինչքան են գիշերվա ընթացքում այլանդակ հարվածները ռուսական եւ ինչքան է կարողանում ոչնչացնել Ուկրաինան լավ է որ դուք լսեցիք այդ ահազանգի ձայնը այդ որ ուրեմն մեր հայությունը նաև այնտեղ ինչպես է ապրում այդ տրեվոգաների տակ այսպես ասած
Լավա որ ձեզ բացատրեցին, որ հայերը անգամ հայ կարասեց իմ ընտանիքը Կանադայում է ապրում, ես գնացի Կանադա, չկարողացա այնտեղ ապրել, հետ եկա Ուկրաինա, որովհետև իրենք իրենց հարազատի պես են զգում։ Լավ որ ձեզ ճուս տվեցին, թե եկեղեցի հնությունները, թե որ թվականից են հայերն ու ուկրաինացիները իրար հետ, եւ ինչքան լավ են զգում հայերը այնտեղ։ Լավա դուք տեսաք, քանի շատ ավելի հայկական եւ հայ-ուկրաինական համագործակցությունը հայկական համայնքը Ուկրաինայում հայտնվել է շատ ավելի շուտ, քան Ռուսաստանում, որպեսզի հատուկ ոմանց ուղեղը մտնի, հայերի ուկրաինացիների կապը շատ ավելի համարյա Ուկրաինայի ստեղծման այդ Կիևյան Ռուս, որ ասում են, որ Ռուսաստանի հետ որևէ կապ չունի, կապ շատ փոքր կապ ունի, որտեղ Կիևյան Ռուսը դա սլավոնական, արևելյան սլավոնների հայրենիքն է եղել։ Կիևյան Ռուսից բաժանվել են արևելյան սլավոններին։ Այն որ Պուտինը հիմա ուզում է դա սեփականաշնորհի, դա իդիոտիզմ է, որովհետև բոլոր պատմաբանները ձեզ կասեն, որ Կիևյան Ռուսը այդ Ռուսի հետ կապ չունի, ու այդ Ռուս անվանումն էլ իրանք հետո են վերցրել։ Հետո որպեսի ցույց տան, որ իրանք նկարտումներ ունեն բոլոր այդ տարածքների նկատմամբ։ Բայց իրանք եղել են Կիևյան Ռուսի մի փոքր մասը, որտեղ եղել են արևելյան սլավոնների ցեղերի պետությունը։ Եվ ուկրաինացիները շատ ճիշտ են ասում են, եթե մենք Ռուսի հանդեպ ինչ-որ մեկն էլ հավակնություն ունի, դա կարող ունենա Ուկրաինան, եւ հետեւաբար ոչ թե մենք պետք է ենթարկվենք Պուտինին, այլ Պուտինը պետք է ենթարկվի, ռուս ժողովուրդը պետք է ենթարկվի Ուկրաինային, եթե դուք համարում եք, որ Կիևն է ուրեմն մայր քաղաքը, այսպես ասած ռուսների, ուրեմն դուք պետք է ենթարկվեք Ուկրաինային, եթե դա տրամաբանությունը։ Բայց ամենակարևորը նա է, որ դուք տեսաք, հասկացաք եւ հուսով եմ շատ այդ պրոպագանդիստական նարատիվները, որոնք Հայաստանում տարածվել են, ձեր մոտ ջարդվեցին, տեսակ ինչպես են հայերը իրանց զգում, հասկացաք, որ այնտեղ 100 հազարավոր հայեր կան, որ ստիպված են ապրել այդ պայմաններում պատերազմի արդեն 3-4 տարի է։ Երևի հասկացաք, որ այդ հայերը զոհ են, որոնք իրենք ստիպված են այսօր եւ չի կարելի մի նույն նժարի վրա դնել Ռուսաստանի հայերին, որ այսօր անում են շատ զեթնիկներ, որոնք մտել են տրաշավի մեջ, որ փորձում են հավասար նժարի վրա դնել Ռուսաստանի հայությանն ու Ուկրաինայի հայությանը, դա տարբեր բաներ են։ Հասկացաք այդ ամեն ինչը, երևի ոնց է, ինչքան ուժեղ է ուկրաինացու ոգին։ Ես շատ ուրախ եմ, ապրեք, որ գնացել եք եւ կուզեմ, որ շուտ գնաք, արագ գնաք, ավելի շատ խմբեր գնաք, որպեսզի ձեր աչքերը բացվի, որ ռուսական ռոպագանդայից դուրս գաք վերջապես։ Ես շատ ուրախ եմ, որ դուք կարողացաք գնալ եւ դա իրականում շատ գովելի է, Ժորժ ջան։ Հիմա անդրադառնանք ուրեմն Woman Աշխարհուս Մղդեսյանի եւ Պոդոլյակի հարցազրույցին։ Եվ այնքան հետաքրքրական եղավ, որ ուրեմն այդ նույն ընթացքում ուրեմն Պոդոլյակի հետ հարցազրույց արեց, այսինքն մոտարապես Մարատը մեր Հակոբյան դրել է հարցազրույցի իր մոտ, կարող եք դեպ դիտել ու կարող եք դա էլ նայել եւ դուք տեսնեք ընդհանրապես հարցերի տարբերությունը, հարգելի հետևորդներ, որովհետեւ ձեզ համար պարզ լինի, թե ինչ հարցեր է տալիս, գնացել է հասել է Պոդոլյակի մոտ, ուրեմն եւ ամենակարևորը, տեսեք, պետք է մի բան հասկանալ, դու քեզ ինչ է հետաքրքիր, որ դու գնացել ես Պոդոլյակի մոտ, չէ՞ օրինակի համար, եթե դու ճշմարտության կողմից ես, չէ՞, քո հարցերը արդեն պետք է երևան, դու պետք է փորձես հասկանալ իրավիճակը, փորձես մի բան փնտրել, փորձես հասկանալ Հայաստանի օրինակ Ուկրաինայի համագործակցությունը, ինչպես Հայաստանի Ուկրաինայի համագործակցությունը ոնց կարող է լինել, չէ՞, գնացել ասել ես Պոդոլյակի մոտ, բայց իրան բոլորովին իմ տպավորությամբ այլ բաներ էր հետաքրքրում, եւ ցավոք սրտի այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա, Ժորժ ջան, որ ուրեմն իմ տպավորությամբ մարդը այդ հարցազրույցը անում էր Ռուսաստանի համար, ոչ թե Հայաստանի։ Այսինքն անում էր, որպեսզի Ռուսաստանից երևի իմ մոտ տպավորություններ, որ հարցերը Ռուսաստանից տվել էին, որ ինքը գնա այդ հարցերը տա։ Մարդը հասել է Պոդոլյակի մոտ, գիտեք ինչ, այնտեղ միտեղ արդեն Պոդոլյակը ասես դու եկել ես ուզում ես ասես ես, ասենք, ինչ ես ինձ ասում կոպիտ ասած էլի։ Հիմա տեսեք, ուրեմն խնդիրը հետեւյալն է։ Ասում է ինչքան մարդկային ռեսուրս ունի Ուկրաինան, արդյոք Ուկրաինան կդիմանա մարդկային ռեսուրսների հետ կապված։ Դու գնացել ես, հասել ես, գիտեք մոտ ինչ տպավորություն է, ոնց որ գնար ասեր, ձեր երբ հապրցնելու ձեր մարդկային ռեսուրսները, որ դուք էլ չպայքարեք։ Իմ մոտ այդպիսի տպավորություն ստեղծվեց, Ժորժ ջան։ Պոդոլյակը այնպիսի տարական բաներ բացատրեց իրան, որ ասենք այդ հարցը հատկապես ասենք, չգիտեմ, այնքան պրիմիտիվ բաներ է բացատրում։ Դու ոչ ուսումնասիրում ես հիմա զոհերի քանակը, ասենք ինչ մարդկային ռեսուրսի մասին ես խոսում, եթե այսօր Ուկրաինայի եւ զոհերի քանակը 1-ին 5-ա, 1-ին 7-ա անգամ տեղեր կա, 1-ին 9-ա։ Այդ դեպքում մարդկային ռեսուրսները առնվազն հավասար են մաշվում։ Իսկ եթե իսկ վատագույն դեպքում հավասար են մաշվում, լավագույն դեպքում, այսինքն ռուսները մարդկային ռեսուրսի առավելություն որպես այդպիսին, եթե զոհերի մասով եք մտածում, չեն ստանում, հակառակը ռուսական մարդկային ռեսուրսները ավելի արագ են մաշվում, քան ուկրաինական։
Այստեղ պետք է նաև հասկանալ Ռուսաստանի տարածքի մեծությունը, որ ռուսները այդ որ ասում են իրենք 25 միլիոն իբր բան ունեն, պոտենցիալ ունեն։ Ժորժ ջան, դուք այդ տարածքը տեսել եք Ռուսաստանի 25 միլիոն պոտենցիալը, դու չես կարա, դու անգամ դրա 5 միլիոնը որ վատնես, այդ երկիրը կկործանվի։ Այնտեղ աշխատուղի խնդիր կա, այդ մեծ սահմանը պահելու խնդիր կա, Չինաստանի այդ խնդիր կա։ Իրանք իրաց չեն կարող թույլ տալ անգամ 3 միլիոն մարդ կորցնել, որտեղ այդ 3 միլիոնը, ասենք 6 միլիոն չծնված երեխա է։ Առանց դել իրենք դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ են կանգնած։ Աշխատատեղը, որը պետք է այդ տարածքը սպասարկի։ Ի տարբերություն Ուկրաինայի, ռուսները մեծ խնդրեմ ունեն։ Իրանց տարածքը ոչ թե իրանց առավելություն, այսինքն այդ հարստություն բանի վրա, բայց դա է իրանց թերությունն է, իրանց տարածքը։ Եվ այս ամեն ինչը հասկանալով դու պետք է այդպիսի հարցեր չտաս։ Բացի դրանից պլան B ունեք, եթե եվրոպացիները ձեզ չաջակցեն։ Ինչ եք անելու, եթե նորից բացատրեց այստեղ իրան падալակը, որ տղա ջան, Եվրոպան դա մենք ենք հիմա արդեն, մենք ենք Եվրոպայի բանակը։ Եվրոպան մեր արդեն եւ համեկի լրագրողին բացատրեցին եւ նրան, որ պայմանագրեր ունենք արդեն եվրոպացիների հետ, փոխկապակցված ենք, միասին արտադրություն ունենք, եվրոպացիները մեր վրա են արդեն հույսները դնում, հատկապես որ ամերիկացիները զորքերը հանում են աստիճանաբար, ել ավելի են մեր վրա հույս դնում։ Ինչից եք դուք խոսում։ Մի հատ ես ինչ խորհուրդ կտամ, Ժորժը, չեմ ուզում շատ խորանամ, բայց ամենայն անկեղծությամբ էլի դե գիտեք որ Վարդան Օսկանյանը կապ ունի այդ Civilnet-ի հետ։ Ինձ համար զարմանալի չէր, ես իմ տպավորությունները ճիշտ էին։ Մի հատ բացեք նայեք նրա հարցադրությունը, տեսեք ինչ հարցեր է տալիս էլի։ Մի հատ տեսեք ինչ հարցեր է տալի падալակ։ Իմ մոտ դա իմ տպավորությունն է։ Իմ մոտ տպավորություն ստեղծեց որ Մարկեդոնով ներգրե հարցերը, որ ինքը գնա այնտեղ կարդա։ Եվ մյուս կողմից ուրեմն նայեք ուրեմն Մարատ Հակոբյանի հարցը, տեսեք ինչ հարցեր է տալի Մարատ Հակոբյանը։ Ես եւ Մարատ երբ որ падալակի հետ ինտերվյու ենք անում, մենք միշտ անպայման Հայաստանից հարց ենք տալի, ուզում ենք հասկանանք ինչպես կարող ենք մենք Ուկրաինայի հետ հարաբերությունները ուրեմն կարգավորել։ Եվ դա իրոք շատ կարևոր է։